Բարև ձեզ, սա բացարձակ արժեքն է, այսօր հաղորդման շրջանակներում հյուրընկալել ենք քաղտեխնոլոգ, PR մասնագետ, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի խորհրդական եւ գրող Նարեկ Մալյանին։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք ամենավերջից։ Կան կետեր, որից հետո պատմության ընթացքում քաղաքակրթությունը անդառնալիորեն փոխվում է դեպի վատը։ Սա թերևս ձեր երկրորդ զրոյական կետ գրքի հիմնական գաղափարախոսությունն է։ Ես կուզեի դուք մի փոքր մանրամասնեք ինչի մասին է գիրքը, ինչու անդրադարձակ հենց այս թեմային եւ որն է գրքի հիմնական ուղերձը։ Երկրորդ գրքի գաղափարը ծնվեց Փարիզյան ահաբեկչության դեպ ահաբեկչական գործողության հայտնի 2015 թվականի նոյեմբերի դեպքերի համատեքստում, երբ որ ես փորձեցի խոր ուսումնասիրություն իրականացնել, թե ընդհանրապես ինչից սկսվեց այդ ամենը, ինչից սկսվեց մահապարտ ահաբեկչությունը, ինչից սկսվեց կրոնական մոլեռանդությունը ու ոնց այն գեղեցիկ եւ լավ նպատակներով այսպես փոփոխությունները, կրոնական ռեֆորմները, ընդհանրապես հավատը, որ իր մեջ բարին է եւ սերն է ներառում, դարձավ մարդկանց սպանության գործիք եւ արդարացում։ Դա այդ տրանսֆորմացիան ինձ շատ հետաքրքրեց, որովհետեւ մարդիկ, ովքեր որ սպանում են, հանուն հավատի ճակերտավոր ասեմ, նրանց մեջ կա խորը վստահություն, որ իրենք դա լավ եւ բարի նպատակներով են անում։ Այսօր ավելի ընդունված է կարծել, որ մահապարտ ահաբեկչությունը, կրոնական մոլեռանդությունը ավելի հատուկ է մահմեդականներին, բայց ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դա կոնկրետ այդ երևույթը, այդ տեսակը կրոնական մոլեռանդության միաժամանակ է առաջացել, միաժամանակ թե մահմեդական համայնքում եւ թե քրիստոնեական համայնքում։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն տարի եւ նույն ամիսը 1094 թվականի նոյեմբերին թե Հռոմի Պապ Ուրբան II-ը նախաձեռնեց խաչակրաց արշավանքները, որոնք մեծ հաշվով առաջին կրոնական պատերազմներն էին, ռազմական գործողություններն էին, այսինքն առաջին կրոնական սպանություններն էին, այսպես ասեմ։ Այս ամենը արտահայտված է Եվ թե նույն թվականի նոյեմբերին նազարեթինական ուսմունքի հիմնադիր, մահմեդական նազարեթինական ուսմունքի հիմնադիր Հասան իբն Սաբահը հիմնադրեց հայտնի Ալամութ ամրոցը եւ կրոնական պետությունը, որտեղ եւ առաջացավ մահապարտ ասասինների ուսմունքը, այսինքն թե քրիստոնեական աշխարհում եւ թե մահմեդական աշխարհում այդ փոփոխությունը, այդ քաղաքակրթական այդ զրոյական կետը միաժամանակ տեղի ունեցավ, շատ հետաքրքիր, այսպես ասած, ճակատագրի հեգնանքով դա տեղի ունեցավ։ Սակայն գրքի մեջ կա գլխավոր զրոյական կետ, Էխնատոն Փարավոնի գործունեությունը որպես կրոնական բարեփոխիչ, ռեֆորմատոր, որովհետև Էխնատոն Փարավոնը առաջինն էր քաղաքակրթության մեր պատմության ընթացքում, որ փորձ արեց անցնել միաստվածության, այսինքն մեծ հաշվով իրականացրեց առաջին կրոնական ռեֆորմը։ Դրանից մի քանի հազար տարի հետո, 4000 տարի հետո մասնավորապես, տեղի ունեցավ այն երկու զրոյական մյուս կետերը քաղաքակրթական, որից հետո ամեն ինչ խառնվեց իրար, կրոնը, ռազմական գործողություններն ու արյունը, սպանությունները եւ դրա պտուղները մենք ցավոք քաղում ենք մինչև հիմա։ Ես հենց դա եմ ուզում հարցնել, որ թեման հետաքրքրական է մերօրյա իրադարձությունների շրջանակում ու ինչ-որ մասով անդրադարձել նաև մերօրյա իրադարձություններին նույն Փարիզի ահաբեկչության տեսանկյունից։ Հետաքրքիր է թեման հայ ընթերցողին հետաքրքրել է արդեն 4 ամիս է գիրքը լույս ընծայվել ու շնորհանդեսն է տեղի ունեցել։ Կարծում եմ այո, որովհետև կարող եմ ենթադրել արդեն հիմնավոր, որ գիրքը բավական հետաքրքրություն առաջացրեց։ Նախ Facebook-ում կարելի ասել ինքը ամենահայտնի գրական ստեղծագործություններից մեկն է։ Եթե նույնիսկ ասենք մարդիկ չեն կարդացել, ապա անպայման տեղյակ են, որ նման ստեղծագործություն կա։ Շատ մեծ նկատի ունեմ հրավիրված հյուրերի առումով մեծ գրական շնորհանդես տեղի ունեցավ փետրվարին։ Գիրքը երկու
գրական ցուցահանդեսներին մասնակցել է եւ ներկայացրել է Հայաստանը, դա Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսն է եւ Լոնդոնի միջազգային ցուցահանդեսը։ Այդ ցուցահանդեսների շրջանակում գրքով հետաքրքրվել է նաեւ արտասահմանյան հրատարակիչները, մասնավորապես արդեն արաբական Ալ-Արաբի հրատարակչության հետ կա պայմանագիր 7 տարով, իրենք գնել են գրքի հեղինակային իրավունքները ու գրքի հետ կապված մնացած բոլոր հարակից իրավունքները, այսինքն աուդիոգիրք, ֆիլմ եւ այլ բոլոր իրավունքները իրենք արաբերեն լեզվի մասով գնել են։ Այսօր իմ գրական գործակալը բանակցությունները վարում շատ ակտիվ իտալական հրատարակչություններից մեկի հետ, արդեն որոշակի հաջող ավարտ տեսնում եմ ես այդ բանակցությունների շրջանակում եւ նաեւ ինչքան էլ իհարկե գրական գործակալը Արևիկ Աշխարհոյան ասում է որ չխոսեմ այդ մասին, բայց մի փոքր անդրադարձ կանեմ, կա նաեւ որոշ բանակցություններ Ռուսաստանում գրքի էկրանիզացման հետ կապված։ Գրքից մեկ մեջբերում եմ ուզում անել աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը իրենց իշխանությունը ամրապնդելու եւ բարիքները բազմապատկելու նպատակով։ Այս միտքը, որ արտարծված է զրոյական կետ գրքում, Հայաստանի հզորներին էլ է վերաբերվում, որովհետեւ մենք օրինակ ունենք, երբ ոստիկանապետը աղոթում էր ու նա կարծես թե աստվածապաշտ է։ Նախ առաջինը շատ կուզենայի, որ Հայաստանը դասվեր աշխարհի հզորների շարքում, շատ կուզենայի, նույնիսկ իրեն հատուկ լիներ, մեր երկրին հատուկ լիներ աշխարհի հզորների թերությունները։ Ցավոք սրտի դա այդպես չի։ Եվ միգուցե դա այդպես չի հենց մեր հասարակական ոչ պատշաճ գիտակցության պատճառով։ Նաև մենք սիրում ենք մեղադրենք բոլորին, բացի ինքներս մեզանից։ Այդ առումով հարցը իր ամբողջությամբ, այսինքն արդեն հանում եմ, որովհետև Հայաստանը ցավոք սրտի աշխարհի հզորներից չի։ Իսկ աստվածավախության մասով կարող եմ ասել, որ աստվածավախությունը ինքը շատ ինդիվիդուալ, շատ անհատական զգացում է մարդու մոտ։ Դա կրոն ընդհանրապես անհատականություն է։ Ինքը հանրային չի, հասարակական չի, եւ իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ ձեր բերած օրինակի մասով, կարող եմ ասել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել է դեպք, երբ որ աղոթքը կանխել է արյունահեղություն, աղոթքը կանխել է բացասական երևույթներ, հասարակական խժդժություններ։ Դա միայն դրական երևույթ է։ Հաջորդ հարցը ձեզ ուզում եմ ուղղել որպես քաղտեխնոլոգի։ Հետաքրքիր է ինչ տեղ ունեն այսօր հասարակական մանիպուլյացիաները հայկական, այսպես ասած, իրադարձությունների հորձանուտում եւ կան կոնկրետ ոլորտներ, որտեղ դրանք առավել հաճախ ու անտեսանելի են կիրառվում։ Գիտեք, հետաքրքիր հարց եք տալիս։ Հայաստանում քաղաքական ընդհանրապես տեխնոլոգիաները մանիպուլյացիաներին դեռևս չխոսանք դրա մասին։ Քաղաքական տեխնոլոգիաները բավական ցածր վիճակում են իրենց զարգացվածության ցածր փուլում են գտնվում։ Շատ ես դրանց անվանում եմ Միքայելյանի կոմբինացիաներ, հա, երբ որ ենթադրենք կա ինչ-որ պատվիրատու եւ կա ինֆորմացիա տեղեկատվություն տարածելու համար։ Ինքը շատ պրիմիտիվ է, շատ։ Մի քանի քայլանոց կոմբինացիաներ, որոնք ես շատ սիրում եմ, ես հենց այդպիսի աշխատանքից եմ հաճույք ստանում։ Ցավոք սրտի Հայաստանում դեռևս չկան, այսինքն չկան այն դասական քաղաքական տեխնոլոգիաները, որ ես կցանկանայի տեսնել, են դասական քարոզչական հնարքները, որոնք նույնիսկ դրանց հետ աշխատել են նույնիսկ հաճելի է որպես մասնագետի։ Ես այդ հաճույքից օգտվում եմ դրսում աշխատելուց, ես շատ հաճախ եմ դրսում աշխատում։ Հայաստանում ցավոք սրտի քաղաքական տեխնոլոգիան ինքը շատ այն ինչ որ անվանում են այստեղ քաղաքական տեխնոլոգիա եւ այն ինչ որ անվանում են մանիպուլյացիա, ինքը շատ հեռու է այդպեսին լինելուց։ Շատ պարզ, շատ այսպես միաբջիջ, մի գծով, այսպես գնացող բան է։ Եվ այստեղ պարզել թե որ ինֆորմացիայի տեղեկատվության հետևում ինչ ուժ է կանգնած, ուղղակի րոպեների հարց է Հայաստանում։
Պարոն Մալյան, որպես PR-ի հզոր գործիքներ ուզում եմ անդրադառնալ սոցիալական ցանցերին ու դրանց դերին մեր օրերում, կոնկրետ քաղաքացիական ակցիաների ժամանակ դրանք իզորեն մի քանի րոպեի ընթացքում մարդկանց մի գաղափարի շուրջ հավաքել։ Որպես ուժային կառույցում աշխատող մասնագետ, PR մասնագետ խորհրդական, հետաքրքիր է ուժային կառույցներին սա չի անհանգստացնում ու վերահսկման կարիք առաջանում է։ Նախ վիճելի է ձեր պնդումը, որ ի վիճակի են մի գաղափարի շուրջ մի քանի րոպեում հավաքել շատ մարդկանց։ Ընդհանուր առմամբ աշխարհում եւ տեղայնացնելով Հայաստանում մենք ունեցնենք օրինակները։ Այստեղ ամենավիճելի բառը գաղափարն է։ Հնարավոր է մի ինչ որ արտահայտության, մի իրադարձության շուրջ րոպեների ընթացքում հավաքվեն մարդիկ, բայց հավատացեք ինձ, գաղափարը բավական խոր հասկացողություն է, որպեսզի դա սոցցանցերում առաջին հերթին տարածվի, մասսայականացվի եւ ծաղել է մտածել, որ մի քանի րոպեի ընթացքում կարելի է ինչ-որ գաղափարի շուրջ հավաքել մարդկանց։ Լավ, իրադարձության շուրջ։ Դա տրենդային, որոշակի բան։ Եւ այդ տեղից արդեն գալիս է ձեր հարցի մյուս երկրորդ մասի պատասխանը։ Եթե մարդկանց միավորողը գաղափարը չի, այլ ուղղակի ինչ-որ մի պատեհական իրադարձություն է կամ թեկուզ ինչ-որ հետաքրքիր իրադարձություն։ Նույն սոցցանցերի օրինակով ասեմ, եթե մենք ուղիղ եթեր մտնենք մի ավտովթարի վայրից, հաշված րոպեների ընթացքում միանգամից այդ եթերին կմիանան աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ։ Դա չի նշանակում, որ այդ մարդկանց միավորող գաղափարը այդ ավտովթարը կամ բան։ Մարդկային հետաքրքրասիրությունը ինքը այսպես ասած քաղաքական տեխնոլոգիաման ամենագայթակղիչ գործիքներից մեկն է, որով մարդկանց ընդհանրապես հասարակության ներսում իրականացվեն մանիպուլյացիաներ։ Գիտեք, եթե կա մարդկանց խումբ, ով որ կարող է րոպեների ընթացքում հավաքվի ինչ-որ իրադարձության, ուղղակի պահի տակ տեղի ունեցած իրադարձության, բայց հետաքրքրություն առաջացող իրադարձության շուրջ, ապա շատ հանգիստ կարելի է ստեղծել մի ուրիշ իրադարձություն եւ դրա շուրջ հավաքել ավելի շատ մարդ կամ պակասացնել այն մյուս իրադարձության շուրջ հավաքված մարդկանց թիվը։ Հայաստանում երբևէ նման բան եղել է։ Դուք ուզում եք ես ձեզ ինչ-որ գաղտնիքներ բացեմ, ինչ-որ շատ անկեղծ անամ, ես բնականաբար դա չեմ անի։ Հայաստանի մասով չեմ կարող պատասխանել ձեր հարցին, բայց արտասահմանյան փորձի մասով կարող եմ ասել, այդ պրակտիկան շատ հաճախ կիրառվում է։ Պարոն Մալյան, դուք սոցցանցերից Facebook-յան ձեր էջը կարծես թե հիմնականում օգտագործում եք կոնկրետ ոլորտի ոստիկանության PR-ն անելու նպատակով։ Բոլորը գիտեն, որ դուք ոստիկանապետի խորհրդականն եք։ Այս առումով ճիշտ ու օբյեկտիվ ընկալվելու խնդրի առաջ չեք կանգնում։ Չհամաձայն չեմ ձեր ասածի հետ, որովհետև ոստիկանության PR-ով զբաղվում է ոստիկանության լրատվական վարչությունը, ինձ որում շատ լավ է զբաղվում։ Ես ոստիկանական մեծ ընտանիքի անդամ եմ, ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ գործընկերներին, ես շատ գնահատված եմ եւ նաեւ ես էլ եմ գնահատում մարդկանց ում հետ որ ես աշխատում եմ։ Ես փորձում եմ ընդհանրապես կամ դուք պարզապես այդ մեծ ընտանիքի կրողն եք ու դա դրգանում եք որևիցե իմ գերածի մեջ, որևիցե գերարման մեջ չկա որևիցե պարտադրական, այսպես ասած, ելևէջ։ Երբևէ չի եղել։ Ինչ գրել եմ սրտանց, գրել եմ այն, ինչ զգացել եմ, եւ չեմ կարծում, որ եւ նույնիսկ եթե մարդիկ կան, ովքեր որ անհամաձայնություն ունեն իմ գրառումների հետ, իրանք հանգիստ կարող են ոնց որ եւ անում են, մտնեն փաստարկեն իրենց տեսակետը, ասեն, որ դե ես այս հարցում ենթադրենք ինչ-որ բան չափազանցրել եմ կամ բան։ Համենայն դեպս առ այս պահը երբևէ փաստարկված քննադատության չեմ հանդիպել, անկեղծ կլինեմ։ Եվ շատ է պատահել, որ ինձ ներքաշում են միշտ այդ հարցերի մեջ, ինչ-որ մեկ էլ թագ են անում, ինչ-որ մի հարց առաջանում, իրենց տեսանկյունից դա ոստիկանության գործառույթների մեջ մտնող է, իսկ 90% դեպքերում հիմնականում դա ոստիկանության որևէ կապ չունեցող հարց է լինում հիմնականում։ Այդ առումով ավելի շատ ընկալումը դեպի ինձ, ավելի շատ հասարակական առումով է, որպես իմիջի մասով նույնիսկ որպես ոստիկանական, քան ես ինքս ինձ ներկայացնում եմ։ Դա իմ անձնական էջն է, այդ անձնական էջը պաշտոնական որևէ դիրքորոշում չի արտահայտում երբեք, եթե երբևէ դա երևի մեկ կամ երկու դեպք է եղել, եթե երբևէ ի պաշտոնի եմ ես ինչ-որ գրառում դրել, ապա անպայման գրառման սկզբից ես տեղեկացել եմ, որ այս գրառումը
ի պաշտոնե։ Հակառակ բոլոր մնացած դեպքերում դրանք անձնական գերառումներ են, անձնական դիտարկումներ են եւ խոհեր են, որոնցով ես կիսում եմ իմ 5000 ընկերների եւ 1000-ից ավել հետևորդների հետ կարծում դրա իրավունքը ունեմ։ Իդեպ դուք ոստիկանապետի խորհրդականն եք շատ երկար տարիներ, ինչու դες կրճատեցին, հետո վերականգնեցին, ոստիկանապետը զգաց էր մասնագիտական կարողությունների կարիքը։ Ճիշտն ասած, ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանեմ, ինչի, որովհետեւ նախ պետք է հարցը ուղղել են տեղ, որտեղ եղել է այդ կրճատումը, այսինքն ես չեմ այդ որոշումները կայացրել։ Ես ենթակա մարդ եմ, ինձ ոնց ասում են, ես այդպես անում եմ, իմ համենայն դեպս թե անձնական հարաբերությունների, թե տեսակետների եւ թե սկզբունքների առումով իմ կյանքում երբեք ոչ մի բան չի փոխվել, անկախ նրանից ես այսօր ոստիկանությունում եմ, վաղը չեմ լինի ոստիկանությունում, դա չի կարևորը այս կյանքում։ Կարևորը մարդը ունենա սկզբունքներ, տեսակետներ, որոնք երբևէ տրանսֆորմացիայի չենթարկվեն անկախ իր գտնվելու միջավայրից։ Պարոն Մալյան, թեկուզ Facebook-յան գրառումների հետևանքով դուք երբեմն հայտնվում եք կոնֆլիկտային իրադարձությունների կիզակետում։ Երբևէ ցանկություն չի առաջանում թողնել այս Facebook-յան կյանքը, ինչու ոչ նաև PR-ի ու քաղտեխնոլոգիայի ընձեռած լայն գործիքակազմը ու զբաղվել միայն գրողի կարիերայով։ Ես վերջից կամ, ձեր հարցը, ես երազում եմ այն ժամանակահատվածի մասին իմ կյանքի, երբ որ ես հնարավորություն կունենամ զբաղվել միայն գրականությամբ, որովհետև դա իմ զբաղմունքներից ամենահաճելին եւ ամենաազնիվ զբաղմունքն է, ազնվացնող այսպես զբաղմունքն է, որից ես գերագույն հաճույք եմ ուղղակի ստանում։ Դա չի քննարկվում, այսինքն ես ունենայի այդ հնարավորությունը կյանքիս ռիթմը փոխելու, մեկ վայրկյան անգամ իսկ չէի մտածել դրա մասին։ Ինչ վերաբերում է կիզակետում հայտնվելու այդ ձեր ասած ձեր պնդման հետ կապված։ Գիտեք, ես երբեք չեմ վիճում մի բանի շուրջ, ինչից խորը տեղեկություններ չունեմ։ Օրինակ դուք երբեք չեք տեսնի, որ ես որևէ գրառում անեմ ֆուտբոլի, շախմատի, բնապահպանության կամ եւ այլ բաների մասին, որոնցից ես ուղղակի չեմ հասկանում։ Դա մեր ընդհանրապես հասարակական խնդիրներից գլխավորներից մեկը սոցցանցային կուլտուրայի դա այն է, որ մի մարդը մտածում ինքը ամեն ինչից բոլորից լավ հասկանում է ու սկսում է մեկնաբանություններ թողել։ Ես ընտրել եմ հետեւյալ տակտիկան, երբ վիճում եմ ընդհանրապես վիճաբանության մեջ մտնում եմ բացառապես այն թեմաների մասին, ինչից ունեմ այնքան գիտելիքներ եւ այնքան տեղեկատվություն, որ ես կկարողանամ հիմնավորեմ իմ կարծիքը։ Եվ դա բնականաբար նյարդայնացնում է շատ մարդկանց, որոնք որ ընդհանուր ալիքի վրա են տատանվում այդ հասարակական կարծիքի, իսկ դա հասարակական կարծիքը, քանի որ ինքը գոյություն չունի, ինքը գոյություն չունեցող բան է։ Ինքը 5-6 րոպեին մեկ փոխում է իր ուղղությունը։ Իսկ երբ որ մի մարդ որ մի երևույթի մասին ունի մի միտք, մի տեսակետ ու դա ընդդում է, բնականաբար դա կոնֆլիկտներ է առաջացնում։ Ես շատ բնական եմ նայում դրան։ Դրա համար մինչև հիմա ես որևիցե պարտված կոնֆլիկտ չունեմ։ Այսինքն չկա մի կոնֆլիկտ, որը հանգուցալուծվել է ոչ իօքուտ ինձ։ Ոչ թե նրա համար, որ ես հանճարեղ եմ կամ ոչ թե նրա համար, որ ես չգիտեմ, ինչ որ գերբնական կարողությունների եմ տիրապետում, այլ ընդհանրապես այն պատճառով, որ ես երբեք քիթս չեմ խոթում այնպիսի թեմաների մեջ, որոնցից չունեմ բավարար գիտելիքներ եւ տեղեկատվություն։ Եվ սա ես խորհուրդ կտայի բոլորին կիրառել իրենց կյանքում։ Շնորհակալ եմ զրույցի հետաքրքիր պատասխանների համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում հյուրընկալել էինք քաղտեխնոլոգ, PR մասնագետ, գրող եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին։ Եվ վերջում հաղորդմանն աջակցելու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյանի Image Studio-ին, Image Studio, որտեղ կընդգծեն ձեր գեղեցկությունը։ Հասցե Իսահակյան 14 հագուստը տրամադրել է Աբովյան 38 հասցեում գտնվող Նեկա բուտիկը։ Ես Անի Միրաքյանն եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան։